Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Այվազյանը։ Բարև ձեզ Հայկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, մինչ մեր թեմաներին անցնելը մի սարսափելի փաստ, հրապարակ եկավ, իսկապես սարսափելի փակ, Նիկոլը 231 դպրոց կփակի այս տարի մարզերում։ Բոլոր ուղղություններով են թշնամին աշխատում եւ անգամ 90 քանի հազար արտագաղթի մասին է խոսքը, այսպիսի բան թվեր մենք երբեք չենք ունեցել, դե հնարավորինս արագացնում են նաև զուգահեռ ադրբեջանցիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, շտապում են իրենք, հետաքրքիր էր, ես իմ այս հարցը շատ հաճախ եմ տալիս, բայց դերևս պարոն Բոզոյանը ճիշտ էր այս առումով, որ մի կողմից ամեն ինչ անում են, որ Նիկոլը ընտրվի, Թուրքիան եւ Ադրբեջանը, բայց մյուս կողմից էլ տեսեք ինչպես են շտապում։ Այնուամենայնիվ Թշնամու մոտ ակնհայտ է, որ որոշակի վախեր կան։ Իրենք հասկանում են, որ կարող է եւ աշխարհաքաղաքական եւ ներսից ինչ որ փոփոխություններ լինեն եւ իրենց ցանկալի տեխնացուն Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ ինչ որ իմաստով արևմուտքի ցանկ, այսինքն ինչ որ իմաստով ո՞ն է, շատ կոնկրետ Վենսը ասեց, որ մենք շնորհ կուզենայինք, որ ինքը լիներ, ավելին սեպտեմբերին հրավիրել են իրեն, այսինքն իրենք շատ ուզում են, որ արագացնում են այն ծրագրերը, ինչ որ պիտի այն վտանգավոր ողբերգական ծրագրերը, որ իրականացնելու հետ կապված շտապում են իրագործել։ Մենք դրա մասին հիմա կխոսենք, բայց շատ ուշագրավ էր խաղաղության խորհուրդ, այսպես ասած, Թրամփի պատկերն էր շատ հետաքրքիր, կարող եք մի քանի դրվագ զուգահեռ Մարիամ ցուցադրեք, թե ինչ էր տեղի ունենում, այնտեղ հետաքրքիր էր, արդյոք իրեն հաջողելու է մեծ հաշվով Թրամփին, այն պատկերը, այսպես ողջունում է, իսկապես հաջողել է, որտեղ սա գալիս է փոխարինելու ՄԱԿ-ին։ Գիտեք, մի շարք երկրներ վերապահում մոտեցան դրան, կան, որ միանգամից ողջունեցին, բայց հիմա ասում են դիտորդի կարգավիճակում կլինեն, մի շարք երկրներ չեն շտապում գումարը փոխանցեն եւ ակտիվ մասնակցություն ունենան, սկզբում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը ողջունեց, բայց ես առաջին հավաքին չի մասնակցել, իսկապես կհաջողի իրեն ձևակերպում սա ամբողջացնել, իրականացնել եւ փոխարինել ՄԱԿ-ով։ Ոչ, չի հաջողվի, որովհետեւ պետությունների մեծամասնությունը դրան համաձայն չեն լինի։ ՄԱԿ-ին փոխարինել նշանակում է, որ չեն գործի այլևս ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները։ Հիմնարար սկզբունքներից մեկը պետությունների սահմանների անձեռնմխելիության սկզբունքն է, միջազգային իրավունքով ամրագրված։ Եթե դա այդ կանոնները, այդ միջազգային իրավունքի նորմերը սկսեն չգործել, այլ գործի ինչ որ, չգիտեմ, ԱՄՆ նախագահի կանոնները կամ ԱՄՆ կանոնները ինչ որ խորհուրդների կազմում, այդ նշանակում է, որ օրինակի համար Չինաստանը կարող է ուղղակի զրկվել Թայվանից։ Աշխարհում այլ պետություններում, նույն Հնդկաստանում էլ կան տարածքներ, որոնք պատմականորեն ուզեցել են դուրս գան, Եվրոպայում կան պետություններ, ասենք Իսպանիայում, Կատալոնիա, որ միշտ ուզեցել է իր կազմից դուրս գալ, բայց ՄԱԿ-ը թույլ չի տալիս դա անել, որովհետև 45 թվականին հաղթողները որոշեցին, որ սահմանները անձեռնմխելի են, առանց կենտրոնական իշխանությունների թույլտվության որևէ տարածք չի կարող դուրս գալ այլ պետության կազմից։ Դրա համար Կոսովոն օրինակ ընդեղ էլ մի քանի տասնյակ պետություն ճանաչել են, բայց ՄԱԿ-ը չի ճանաչում եւ չի ճանաչելու, որովհետեւ դա հիմնարար սկզբունքին հակառակվում է։ Այսինքն ամեն դեպքում ինչքան էլ ՄԱԿ-ը ինչ որ չափով իր էֆեկտիվությունը կցածը լինի, միևնույնն է։ Դե հիմա խորը ճգնաժամի մեջ է, ֆինանսական հարցեր կան եւ բայց հիմնարար սկզբունքները աշխատում են, որովհետեւ չի եղել միջև մի դեպք, լուրջ դեպք, որը որ այդ հիմնարար սկզբունքները ՄԱԿ-ի խախտի։ Այսինքն չի եղել դեպք, երբ որ օրինակ մի տարածք ասի ես դուրս եմ գալի այս պետության կազմից եւ ՄԱԿ-ը դա ընդունի։ Եթե նայենք, ինչ նպատակ է խորքային առումով հետապնդում Միացյալ Նահանգները կամ Թրամփը, ինչի են փորձում հասնել եւ դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ, հիմա ինքը ոնց որ թե չի պատրաստում այս կամ այն երկիրը կոնկրետ բան գրավել, ինքը վերցնում է իր ուզած իշխանությունը այնտեղ նշանակում է եւ ռեսուրսները ամբողջությամբ վերցնում եւ իր ասում է այլ ինչ նպատակի ուրիշ հետապնդում։
Դե երկու սկզբունք կա, այդ տարածքային ամբողջականություն, հիմնարար եւ ինքնիշխանություն, այսինքն որ ներքին գործերի միջամտել չի կարելի։ Դա ՄԱԿ-ով ամրագրված է։ Պետությունների ինքնիշխան հավասարության իրավունքն է։ Պատկերացրեք, եթե այս երկու սկզբունքը չլինի, ինչ կլինի։ Դե այդ երկու սկզբունքը կա եւ բավականին թուլացած են ուժը կորցրած, լինում է այն, ինչ որ մենք տեսնում ենք գրեթե ամեն օր։ Բայց եթե դրանք չլինեն, այն ինչ որ տեսնում ենք, դրանք ծաղիկներ կթվան նրա հանդեպ, ինչ որ մենք կտեսնենք։ Սա նշանակում է, որ կսկսվի համաշխարհային մեծ պատերազմ, ոչ թե միմյանց դեմ պետությունների, այլ եթե այդ սկզբունքները այլևս չկան, նշանակում է աշխարհի տարբեր տասնյակ պետություններում արկա անջատողական շարժումները կսկսեն գլուխ բարձրացնել, ասում դե եթե այդ սկզբունքը չկա, մենք ուզում ենք ունենալ սեփական պետություն։ Եվ տարբեր երկրների տարածքներում կսկսեն պատերազմներ։ Ես չեմ կարծում Միացյալ Նահանգները չի հասկանում կարճաժամկետ հարց են փորձում լուծել իրենք։ Հասկանում է, բայց այդ ամեն ինչը այդ process, որ ես ասում եմ, դա կլինի իրենց կառավարման ներքո։ Այսինքն իրենք են ուզում այդ process-ի կառավարիչը լինեն։ Այո, իրենք շատ լավ հասկանում են, բայց եթե կա ՄԱԿ-ը մնում է, սա ինչ ժամանակավոր է, այս ամեն ինչը եւ ժամանակավոր է, իհարկե։ Ինչա ռեսուրսներ վերցնելու խնդիրը ինչ է։ Այն պետությունները, որ մասնակցում են այս խորհրդին, մեծ հաշվով դրանք այն պետություններն են, որոնք չկարողացան ԱՄՆ-ին ասել ոչ, բայց կարծում եմ շատ չի աճի այս կազմը, այսինքն մասսայական անցում մուտք այս խորհրդի կազմ չի լինելու։ Ոչ մի պետություն իր տարածքից ձեռ չի քաշել, որ չի բացառում Թրամփի հետ էլ գնա այս ծրագիրը։ Թե սա Միացյալ Նահանգների ծրագիրը։ Այս ծրագիրը ոնց սկսել է, այդպես էլ ավարտվելու է։ Եվ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կգան մեծ համաշխարհային պայմանավորվածության, այս խորհուրդը վերանալու է։ Ինքը կարիք չունի, որտեղ պայմանավորվածություն ասեցիք, գիտեք հետաքրքիր է, որ Ճապոնիայի վարչապետը հայտարարեց, որ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքելու հենց այսօր երեք Ռուսաստանի Դաշնության հետ։ Հետաքրքիր բաներն են, հետաքրքիր process-ներ են լինում, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք արտաքին աշխարհում, չգիտեմ, պայմանական ասած, թե շատ կոնկրետ միած Թրամփը հաղթանակի ետևից եւ չասեմ միֆ, որտեվ այդ ոնց որ թե արդեն վաղուց էր պայթել, երեք արդեն որոշում կայացրեցին, որ սանկցիաները 1 տարով Ռուսաստանի նկատմամբ պիտի երկարաձգեն։ Հիմա արդեն պարզ է ում եւ ինչի հետ գործ ունեն Ռուսաստանի Դաշնությունը եւ քանի անգամ պիտի Ռուսաստանի Դաշնությունը այսպես ընդունի իր մոլորվածությունը, ոգևորվել են, մոլորվել են եւ հիմա արդեն սթափ են գնահատում։ Մոլորվածության ոչ մի հարց չկա։ Ինչ եմ ասում, որտեղ դուք ասեցիք ինքը ներքին հիմա մեծ ռեֆորմների է գնալու Պուտինը եւ դիմադրելու այդ ամեն ինչին։ Խնդրեմ մի քիչ բացեք, ներկայացնեք ինչ է կատարվում։ Մոլորվածության հարց չկա, Պուտինը միշտ սթափ է գնահատել, ուղղակի այստեղ պետության հնարավորությունների հարց է։ Այսինքն ինչքանով է պետությունը բավականաչափ ոտքի կանգնել համարժեք պատասխան տալու։ Մի մոռացեք, որ ինչքան Ռուսաստանը ինչքան ընկավ 90-ականներին, հետո 2000-ականներին մի քիչ սկսեց կամաց վերականգնվել, միջուկային զենքը պետք էր կատարելագործել, որտեղ եթե չունենար միջուկային զենք, վաղուց Ռուսաստանի հարցերը լուծել էին։ Հիշեցնեմ, որ չեչենական առաջի այդ կամպանիայի ժամանակ Ռուսաստանում գտնվեց ընդամենը 40 թե 45000 զինվորական, որոնք համաձայնվեցին մասնակցել այդ հակատերորիստական օպերացիային Չեչնիայում, այսինքն այն ժամանակ էլ բանակը բավական վիճակում էր։ 20 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, բայց նույն կերպ էլ ինքնակազմակերպվել է նաև շատ ավելի կազմակերպված եւ միասնական է դարձել հավաքական արևմուտքը դիմադրելու, պայքարելու, պատերազմ տանելու Ռուսաստանի դեմ, այնպես չէ, որ Ռուսաստանը առաջ է գնացել, իսկ իրենք էլ կանգնած սպասել, տեսեք թե ինչ է կատարվում։ Կազմակերպվել, ըստ էության իրենք բաց թողեցին, որտեվ մեծ հաշվով այդքան միլիարդներ դրեցին USAID կամ մյուս փափուկ ուժի եւ ոչ փափուկ ուժի գործիքների մեջ, որ Ռուսաստանին ծնկի բերեն, օրինակ ԿՀՎ-ի անալիտիկները ասում էին, որ Ռուսաստանի վերջը գալու է 2015 թվականին, բայց չեղավ։ Այսինքն ըստ էության բաց թողեցին իրենք։ Հիմա Ռուսաստանը արդեն ունի այնքան միջուկային զենք, որը հերիք է, որ ինքը իր գործընթացը շարունակի։ Բայց նոր ժամանակների համար պետք է նոր մարդիկ։ Հիմա սեպտեմբերին Դա տարածվում է նաև Պուտինի վրա, թե Պուտինին են պետք նոր մարդիկ։ Չէ, Պուտինի վրա չի տարածվում։ Պուտինն է այդ ազատագրական process-ի ղեկավարը, իր վրա չի կարող տարածվել։ Ինքն է ապստամբը, ինքը ղեկավարն է ապստամբության, ինքը իր վրա չի կարող տարածվել։ Բայց
ոնց ասեմ, ասենք կան գեներալներ, որոնք լավ պաշտպանվում են, կան գեներալներ, որոնք լավ հարձակվում են։ Այսինքն ամեն ժամանակ ունի իր կադրերը։ Հիմա դումայի ընտրությունները լինելու սեպտեմբերին, ես կարծում եմ, որ հատուկ ռազմական օպերացիան անցած շատ մարդիկ։ Այսինքն Պուտինը ձևավորում է պայքար է տանում հին, այսպես ասած օլիգարխիկ կոռումպացված համակարգի դեմ, չնայած ասում են ձևավորողներից եւ մեկը ինքն եղել եւ իր թիմը հենց ամբողջությամբ այդպեսին էր, որ եկել եւ ձևավորելու է նոր էլիտա կազմված նաեւ հիմնականում զինվորականներից։ Դա իր հերթին, այո, դա է կատարվում է, բայց եթե նայեք ուշադիր նայեք, տեսնեք, որ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի գրեթե ամեն շաբաթ կամ ամիսը մի քանի անգամ Գիտեք, չէ՞ ման տակառ է, վերջ չունի։ Հայտ է ներկայացնում, այսինչ մեծ ձեռնարկությունը, այսինչ մարդուց օլիգարխից խլելու եւ պետականացնելու օգտին։ Գերագույն դատարանի նախագահ Կրասնովը այսօր զբաղված է շատ ակտիվորեն դատական համակարգը մաքրելով։ Տասնյակ դատավորներ ազատվում են աշխատանքից, մի մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվում։ Այսինքն մի մոռացեք, որ այս ասենք նույն դատավորական կազմը արևմուտքը 30 տարվա ընթացքում տարավ խմբերով իրենց մոտ, սովորեցրեց, նախապատրաստեց, բերեց, նշանակեց դատավորներ։ Դե պարզ է, որ այդ դատավորները չեն կատարելու, Ռուսաստանի շահերը չեն սպասարկել նրանց, ով իրենց դարձրել է այդպեսին։ Հիմա այդ խավերը կամաց փոխվելու են։ Հիմա այդքան էլ կամաց չի, բայց դատավորական կազմն է փոխվելու, Պետդումային մտնելու հատուկ ռազմական օպերացիան անցածները, կառավարության անդամ կարող են դառնալ, միջին ուղղակի են զբաղեցնելու։ Ինչ է կարծում, ինչ կլինի հատուկ ռազմական օպերացիա պատերազմ տեսած եւ կառավարչական հմտություններ ունեցող մարդու կեցվածքը, ասենք, նույն Չէ, լավ է, բայց մի հատ հայտնի բան կա, հետպատերազմյան սինդրոմ, դա նաև իր վտանգավոր կողմերն էլ ունի։ Մի քանի անգամ այդպիսի բան եղել է, չէ՞։ Այդ եթե չկա գաղափարական հենք։ Եթե կա գաղափարական հենք, այդ սինդրոմը շատ քիչ դրսևորում է ստանում։ Իսկ գաղափարական հենքը հետևյալն է, անցած տարի դեկտեմբերին Պուտինը արդեն բացահայտ ասեց, որն էր նպատակը հատուկ ռազմական օպերացիայի։ Ասեց հատուկ ռազմական օպերացիայի շնորհիվ մենք ձեռք բերեցինք ինքնիշխանություն։ Սա էր գլխավոր թիրախը եւ Պուտինը 100 հազարավոր զինվորականների շնորհիվ այդ ինքնիշխանությունը ձեռք բերեց։ Հիմա գնում է այդ ինքնիշխանությունը ինստիտուտների մակարդակով ամրագրելու գործընթաց։ Պարզ է, որ դա նաև միայն իրենք չէ, որ այդ ուղղությամբ աշխատում են, շատերը նաև հասկանում են, որ սա ինչ որ ռեֆորմներ է, ես չգիտեմ դեռ կհաջողի, թե ոչ բերելու ինչ որ մի կետի, բայց աշխարհը այսպես պարապ նստած չի, չէ, իրենք էլ բանու շատ կոնկրետ տեսեք ինչ ուղղությամբ են աշխատում։ Նախորդ անգամ էլ մենք խոսեցինք, որ պատահական չէր, որ իրենք բերեցին իշխանության Թրամփին, իր այսպես իբրև թե հակասական ցնդաբանական իրարամերժ հայտարարություններին, բայց տեսնում ենք շատ կոնկրետ ինստիտուցիոնալ գործողություններ, ճիշտ է, Միացյալ Նահանգների պետության կողմից կազմակերպված, մինչև որ դա կկայանա, կկազմակերպվի, կիրականացնի ռեֆորմ, ներքին իշխանափոխություն եւ այլն, Պուտինը, բայց տեսնում եք, աղա ոտքի տակ շատ բան չմնա։ Հիմա ոնց է հետո կարողանալու այս ամեն ինչին բան անել։ Սա նշանակում է ինչ որ տարածքներ կորցնել, սա նշանակում է ռեսուրս կորցնել, պաշտպանություն կորցնել, դիմադրություն կորցնել, այսպես հերթով գնում է։ Հիմա ես ասում եմ Գազան վերցրել են, այնտեղ էլ արդեն տեսեք տեղակայվելու են, հա, տարբեր երկրների զինված ուժեր։ Սա հիմա չգիտենք, տեսնենք թե Իրանի հետ կապված ինչ է լինելու, Վենեսուելայի հետ կապված ոնց որ թե ամեն ինչ պարզ է, Սիրիայի հետ կապված ոնց որ թե ամեն ինչ պարզ է եւ այսպես շարունակաբար։ Տեսեք, Հայաստանը գնում է այդ ճանապարհով, Ադրբեջանը ոնց որ թե շատ բան, տեսեք ինչ հայտարարություններ է Ալիևը անում Պուտինի հետ կապված վերջին հայտարարությունները։ Այո, անելու է, շարունակելու է անել։ Մի քիչ այդ բացեք եւ ինչ է։ Իհարկե շարունակելու է անել։ Ռուսաստանը գործում է հետևյալ տրամաբանությամբ։ Ինքը ասում է, որ ինքը պատրաստ է օգնության ձեռք մեկնել ցանկացած իր գործընկերոջը, եթե նա գտնում է, որ այդ օգնության ձեռքի կարիքը ունի։ Իրանը հիշում եք, որ դիմեց եւ այդպես էլ առանձնապես Չէ, ինչին դիմեց։ Ինչին դիմեց։ Դրանք պայմանագիր էին կնքել, չէ՞, Ռուսաստանի Դաշնության հետ։ Պայմանագրում, ասենք, եթե համեմատեք այդ նույն պայմանագիրը Հյուսիսային Կորեայի պայմանագրի հետ, սարու ձորեր են։ Այսինքն, նայած ինչ պայմանագիր է, նայած ինչ կետերով են, ինչքանով է Իրանը պատրաստ Հա, ռազմական գործողությունների ժամանակ պատրաստ է միջամտել։ Այսինքն, ուզում եմ ասեմ, գիտեք, եթե
ասենք նույն Վենեսուելան Մադուրոն Պուտինի հետ լավ էր, բայց չկարողացավ այսքան տարիների ընթացքում այնպես իր շրջապատը մաքրել, որ չգան ռազմականացված քաղաքից իրեն գողանան տանեն։ Դե հիմա ասում եմ ես նոր ռումբ եմ, նոր մի հատ զենք եմ ձեռք բերել, անուն էլ դրել է Տրամպը, անջատում է վերևից Սպուտնիկը, չի աշխատում, ուրեմն դրա դեմ ինչ է մտքին տեղ լինի, մոտիվացիա լինի, մտքին տեղ լինի, ծախվածներից մաքրված լինի էլիտան, ամեն ինչ էլ հնարավոր է լինի։ Հիմա եթե օրինակ նույն Իրանը, եթե ինքը պատրաստ է։ Դե հիմա ոնց որ թե Կուբան այդ մոտիվացիան ունի, տեսնենք ինչ կստացվի։ Եթե պատրաստ է Իրանը օրինակ այդ մոտիվացիան ունի պահպանել իր միջուկային ծրագիրը, որ ցանկացած պետություն իրավունք ունի ունենալու միջուկային ծրագիր խաղաղ։ Եթե պատրաստ է եւ այդ վճռական քայլերին ինքը պատրաստ է գնալ, այսինքն չվախենալ, միջև վերջ գնալ, Ռուսաստանը իր օգնության ձեռքը կմեկնի, բայց իր փոխարեն չի անի։ Օրինակ Տրամպը ասում էր Ամերիկայի վարչակազմը, որ ճնշում են Հնդկաստանին, որ ռուսական նավթը չառնի, ես կարդացի լուրջ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, չեմ ճշտել, որ Հնդկաստանի կառավարությունը ասել է, որ շարունակելու է գնել անկախ ճնշումներից։ Եթե դա իրոք որտեղ է կարդացել, ես ամեն օր հետևում եմ։ Գալուց կարդացի, դա չեմ ստուգել։ Նույնիսկ եթե դա լավ ենթադրենք, եթե ճիշտ է, շատ լավ է, նշանակում է, որ եթե Հնդկաստանը դիմադրեց, Ռուսաստանը իր օգնության ձեռքը կմեկնի։ Հիշենք այդ Ռուսաստանի նախագահի խոսքերը, ասես մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել ցանկացած մեր գործընկերոջը, եթե նա դա ուզում է։ Ուզել նշանակում է, որ դու գտնում ես, որ դու ունես խնդրեմ, դու գտնում ես, որ մեր նման երկրներին այդ կոչ չասեմ, մոտեցումը ուղղված է ժողովրդին եւ ընդդիմությանը, որտեվ լուրջ չի, եթե ասենք այդ ուղղված է այս իշխանության, թե այս իշխանությունը իրենք են բերել եւ པարզ է ինչին է ծառայեցնում, վերջնանպատակը պիտի Հայաստան չլինի։ Այդ մոտեցումը ուղղված է ժողովրդին։ Դե վերջնա հաշվարկով երևի այո։ Շատիկը մի քանի անգամ փորձել է այսպես խոսել մեր ժողովրդի հետ։ Վերջնա հաշվարկով այո։ Դե որովհետեւ վերջո ժողովուրդն է որոշում կայացնում, այս ուժը կլինի, թե չի լինի։ Նույնիսկ բայց պիտի մոտիվացիա լինի, մոտիվացնողներ պիտի լինեն, չէ՞։ Ժողովուրդը այսպես ինքնա բան չի, ինչ ասեմ, ինքնա կայանում, ինքնա դրսևորվում։ Դե այո, բայց դա Ռուսաստանը չի այդ մոտիվացնողը հաստատ։ Ինչու մոտիվացնի, այսինքն ինչ գասի, որ այս ճանապարհով գնաք աղետի առաջ եք կանգնելու, ասում ամեն օր ասում են, ինչքան ասեն։ Ամեն օր ինչ ելնում է ասում են։ Ասում են վատ ճանապարհի վրա եք գտնվում, չգիտեմ, Շոյգուն ասեց ատոմային էներգետիկայի հետ կապված ինչ է ԱՄՆ-ն նախապատրաստում, դե ասում է, ոնց ասել։ Այո, մեծ հաշվով ժողովրդին, բայց որպեսզի ժողովրդի վրա չգցենք, ժողովուրդը ունի ժողովրդի մեջ կան նրանք, ովքեր որ առավել ակտիվ են իրենց վերլուծություններում, իրենց քաղաքական գործունեության մեջ, իրենք պետք է ուղղորդեն ժողովրդին։ Այսինքն այնպես չի, որ ասենք, գիտեք, մի թոշակառու մարդ նստած է տանը, ինքը պետք է հասկանա, ասենք, ինչ են ասում Ռուսաստանի ղեկավարները։ Պետք է լինեն նրանք, ովքեր դա հասկանում են եւ փոխանցեն այդ թոշակառու մարդուն։ Այդ իրենց վրա պատասխանատվություն կա։ Հիմա երբ որ այն դրվագները ինչ որ հնարավոր սոցցանցերում տարածվում է եւ նկատում եմ իրենց հեռուստականալներով լրատվամիջոցներով ինչ է ներկայացում, եթե դու ռուսամետես այդ կողմնորոշում ունես, ասենք ասում ես որ ռազմաբազաները ճիշտ են, մեր ռազմավարական գործընկերն է եւ այլն, այսօրվա իշխանությունները դա այնպեսի շեշտադրումով են ներկայացնում որպես բան շատ վատ, խայտառակ ինչ որ մի բան եւ նկատելի է որ անդիմությունը փորձում է այդ դրանից ինչ որ դա շրջանցել, ինչու, որովհետեւ երկար ժամանակ այս իշխանությունը առնվազն 9 տարի հակառուսական քարոզ է տարել դրանով է պայմանավորված թե իրականում մեր վերապարակում եղած այդ ընդդիմությունը համոզմունք ունի որ այնուամենայնիվ այդ ճիշտ ճանապարհ չի պիտի էլի մոտավորապես կիսաևական քաղաքականությունը շարունակել։ Դե օրինակ ինչ օրինակ կարող եմ կաթողիկոսի օրինակը պարզ դարձավ այսքան ամիսների ընթացքում որ կաթողիկոսի դեմ լուրջ ոչ մի բան չկա այսինքն մեկը սկսեցին ԿԳԲ չգիտեմ ինչ աշխատեցնել այդ սուտ այլանդակության տարիների ընթացքում թույլ չի տվել այնպիսի սխալներ որոնք լծակ կհանդիսանային իր դեմ դա շատ լավ է եւ ողջունել է այսինքն ինքը ամուր է այդ առումով ամենաշատը ինչ հորինեցին ԿԳԲ-ի գործակալ կամ գործակալը չգիտեմ եղբայր դե երեխա բանը դա առանձնապես չաշխատող թեմա էր։ Այդ ԿԳԲ-ն էլ էր թույլ։ Այդ ԿԳԲ-ի թեման կկոտրվեր, եթե ընդդիմադիր դաշտից չսկսեին մի տեսակ արդարացնող ինչ-որ բաներ ասեին։ Կամ մեկ-մեկ համեմատում են իշխանությունների գործելավոճը ԿԳԲ-ական մեթոդների։ Սա նշանակում է, որ այն
հակառուսական հիմքը, որ ի սկզբանե դրվել է 91 թվականին, ազդում է բոլորի վրա, էլ ազդել է։ KGB-ն այն կառույցն է, որ տվել է հանճարեղ մարդկանց անուններ, նաև հայ ազգի Վարդանյաններ, օրինակ հետախույզները, որոնք մի ամբողջ համաշխարհային պատերազմ կարելի ասել այդ ոլորտում հաղթեցին։ KGB-ի սպաներ են եղել, չէ՞, կադրային։ Այսինքն այդ անունը վերջիվերջո ինչքան հայտնի մարդ կա էլի հանրայդ, որ այդ ոլորտում հայ ժողովրդին տվել է։ Ինչ փորձ ենք ձեռք բերել մենք, չէ՞ որ մեր ԱԱԾ-ն ի սկզբանե այդ ավանդույթները, որ ստացավ, ամենաէֆեկտիվ տարիները եղել են այն տարիները, որոնք հիմնված են KGB-ի դպրոցի վրա։ Հողոտից չի եկել այդ մեր ԱԱԾ-ի էֆեկտիվ աշխատանքը, դա եղել է KGB-ի դպրոցը։ Բայց այդ դպրոցն էլ քանդում ես, բայց դու KGB-ն վարկաբեկում ես, նշանակում է վարկաբեկում ես այն դպրոցը, որի հիման վրա մեր ազգային անվտանգության ծառայությունը իր էֆեկտիվ տարիները գործել է։ Մեկը չեղավ ասի, այս KGB-ը ասում եք, եթե դուք համեմատում եք KGB-ի, ասենք, գործակալի հետ, ես տալիս եմ KGB-ի հայտնի անուններ, Գևորգ Վարդանյան, Գոհար Վարդանյան, Աղայան, ցելում ասեմ։ Այսինքն իրենք գիտեն, որ KGB-ն այդ անունը կամ ընդհանրապես ինչ-որ կապված է սովետական միության հետ, անցյալի հետ, վատ համբավ ունի, որտեղ 30 տարի այդ վատ համբավը մտցրել են։ Եվ իրենք գիտեն, որ դա աշխատում է։ Այ եթե այդ արդարացումները չունեն, ասեմ, то լավ է արել, այդպեսին է եղել, նու ես մի քիչ ուռճացնում եմ։ Այսինքն այդ կառույցը պետք չի վախենալ, այդ կառույցը անունը տալուց կամ եթե քեզ ասոցացնում են։ Մարդիկ կերազեին Վարդանյանի նման հետախույզ լինել, աշխարհում հատուկ կենտ եզակի հետախույզներ են նման, որ եղել են։ Դե տեսեք, այնպեսի հող է նախապատրաստել Նիկոլը, որ երբ որ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետը կանգնեց, ասեց, ես այդ միավորման կողմնակից եմ, 1000 մարդ ասում է Եվրոմիության կողմնակից եմ, ոչ մի բան չեն անում, այդ մարդը ասեց Բելարուս Ռուսաստանն այդ միության կողմնակից է, մարդուն տարավ կամ ավելին, ասեց դու ռազմաբազաները լինեն, համենայն դեպս ոնց որ թե միակ գործիչն է, չէ՞ որ հրապարակային այդպես կանգնում եւ ասում է։ Դե տեսանք ինչ ճակատագրի արժանացավ եւ մեծ հաշվով աջակցություն ու պաշտպանություն էլ էլի, այսինքն իրանք այնպեսի հող են նախապատրաստել։ Հա ինչու ոչ, նաեւ գուցե ճիշտ եք, նաեւ ընդդիմության բանի։ Ուզում պետք չի արդարանալ էլի, որ հանկարծ վայ մեզ էլ Չէ, բայց հիմա դուք չեք տեսեք գնում են եթեր մեկ էլ ասում են, չէ, դուք հանկարծ չմտածեք, որ մենք ռուսական բանի կողմն ենք, դուք հանկարծ չմտածեք, որ մենք ռուսական, չգիտեմ, ինչ մի հատ 3-4 նախադասություն ասում են արդարացնող, հետո դրանից հետո նոր ասում են, դե մենք հետո շարունակում են, մենք Եվրոպայի հետ, մենք բանի հետ, չգիտեմ, բայց ինչի՞ պատմությունն է, չէ, մեր պատմությունն է, մենք եղել ենք դրա մասը։ Դա պատմություն է, պլյուս դրան նաև այսօր այնքան խոցելի է այդ իմաստով Նիկոլը, ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ ավելի մեծացրել է, բայց էլ մի հատ տեսեք թե ինչ այլանդակ քարոզ է տան, ինքը, չէ՞։ Ինքը ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ ավելի մեծ է, ինչ որ չենք տեսել, որ բանը գլուխը շոյելուց հետո Եվրոպան որ գլուխը շոյում է Նիկոլին, դա նշանակում է տարածք են տանելու մեզնանից։ Դա չի նշանակում, որ ապրանքաշրջանառությունն է մեծանալու, առևտուրը մեծանալու կամ ինչ որ ներդրումներ, ճիշտ է։ Բայց խոսում ենք դրա մասին, չենք խոսում։ Դե վախեցած, վախվորած հանկարծ բանը, ես իսկապես զարմանում եմ, էլի, ասենք ինչով է պայմանավորված այդ վախը։ Հա, ասենք թե ես օրինակ կոնկրետ ասում եմ, թող ասենք մի երկու օքել ինչ որ բան խոսի։ Կարող է ինչ որ ես պետք է մերժեմ, ասեմ, որ մի հատ բանը, այնքան խորքային, մշակութային, կրթական բան ունի արևմուտքը, Եվրոպան, ինչ է, դու հիմար չենք որ դա մերժենք։ Մեր ԱԱԾ-ի լավագույն կադրերը դա KGB-ի դպրոցի կադրերն են։ Այդ դպրոցի ավանդույթներ ունի, գիտելիքներ ա տվել, 1000 բան ա տվել։ Բա ումը պետք է լինեինք։ Թուրքական միտինգը չենք լինելու։ Այսինքն հիմա ուզում են դրան են տանում, հա, արդեն։ Այսինքն մենք մեր ավանդույթները չպետք է ունենանք։ Մի խոսքով, այսինքն այդ ուզում եմ ասեմ, այդ արդարանալ պետք չի։ Այդ արդարանալ միայն ուժեղացնում է իշխանությունների այդ թեզերը։ Այս ընտրությունը այդ իմաստով կարծեմ շատ կարևոր է, որ մենք կարողանալու ենք, թե չենք կարողանալու, էլի։ Ռուսաստանի հետ կապված, չէ՞ որ մենք ուզում ենք ի վերջո ապրել, լինի այս պետությունը, թե չլինի, հիմա այդ մոտիվացիան կա, թե դուք տեսնում եք, թե չէ, ընդդիմության մոտ, թե առանձնապես տեսանելի չի։ Դե ես մի անգամ ասել եմ, իմ կարծիքով կարևոր է լինելու է մասնակցության թիվը, այսինքն ինչ Հա, մեկ է նաև Սամվել Կարապետյանի մասն ասեք, էլի սկսել են անդադ խոցել, որտեղ Ռուսաստանի շահերն են ներկայացնելու, Ռուսաստանի չգիտեմ ինչներից, այսպես ինչ որ բաներ են ասում։ Մասնակցությունն է կարևոր, այսինքն ինչքան մարդ կգա մասնակցելու ընտրություններին։
Ինչքան շատ մարդ կա, այնքան բնականաբար ավելի դժվար կլինի։ Սովորաբար փորձը ցույց է տալիս, որ եթե միջև 50% է լինում, իշխանությունները իրենց ռեսուրսներով կարողանում են հաղթել։ Հիմա ստե հարց է առաջանում։ Եթե այդ մարդը չի գալի ընտրության, որոշում է, որ կարևորություն չի տալիս ընտրությունների, ո՞նց բերել այդ մարդուն ընտրության։ Որ դեպքում մարդը կհամաձայնվի վեր կենալ մի ժամ ծախսել Կիրակի կամ Երբ որ ինքը գիտի, սա ճակատագրական է իր համար, Հայաստանը կամ Նիկոլը մնում է, Հայաստան չի լինելու։ Երբ որ իր մեջ կա վախ։ Հա։ Եթե իրան գան ասեն, գիտես ինչ, արի ընտրության կլինի օրենքի գերակայություն, սոցիալական արդարություն եւ այլ, այդ ստանդարտ քարոզարշավը ինքը չի գալու ընտրության։ Չէ, գալու է։ Մեր հայ ժողովրդին լավ չեք ճանաչում։ Եթե ասեն քո հացի թոշակի հարցը լուծվելու է, կրկնապատկվելու է, եսին որտեղից փող եմ բերելու, այդ կգնա։ Չի գնա։ Մի անգամից կգնա։ Դե որտեղ եթե ես ընդհանրենք ես գնամ քարոզարշավ անեմ։ Ինչ որ մի շերտ կա, որ կգնա։ Չէ, ես ասեմ, ես գամ թոշակները կբարձրացնեմ, ինչ որ մի բան խոսք տամ գումարի հետ կապված։ Հաջորդը, որը ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունի, գա նույն բանը ասի, գնալու են նրան ընտրեն։ Այսինքն ես շանս չունեմ այդ նույն գործիքակազմով հաղթելու, եթե ես գնամ նույն բանը ասեմ, ինչ որ ասում է ասենք իշխանությունը։ Պատերազմը նոր ավարտված այդ սարսափը մեր գլխին կանգնած, դրանից հետո հանրահավաքներ, միտինգներ են, բայց մեծ հաշվով մեր հանրության մեծ մասը այդ վախի զգացողություն չուներ, ապշելու բան է։ Հիմա ես չգիտեմ, այդ ուղղությամբ որ մենք գնանք, քարոզությունը աշխատում է, դրա համար չունեն։ Հիմա գեղեցիկ ներկայացվում է Եվրոպա, ազատ վիզաներ, հեշտ վիզաներ, հանգիստ անցկացնել։ Բայց այն ժամանակ կոնկրետ թշնամին կանգնած էր, չէ՞, իրենց կոնկրետ ասում էին, Արցախով չեն բավարարվելու, ամբողջ Արցախն են վերցնելու, Սյունիքն են վերցնելու, Գեղարքունիքը եւ այլն, վերցրեցին, չէ՞։ Հիմա այդտեղից 3 Երևանի չափ տարածք Հայաստանից տարել են, չէ՞, ռեալ է, չէ՞։ Դրանից հետո 3 պատերազմ ռեալ է, չէ՞, եղել է։ Դե 44 օրից հետո 3 պատերազմ ա եղել, չէ՞։ Երևանի կենտրոնում այդ գիտակցությունը չէ, բայց չէ, ուզում եմ ասել, որ ինչքան էլ ասում ես, դա չի ազդում մարդկանց վրա։ Մարդկանց հուզում է իրանց սոցիալական, ի վերջո այդ բունտեր, ընդվզում, բան, հիմնականում ինչի համար ա եղել, հացի համար, սոցիալական հարցերով, այսինքն պիտի շատ կարևորվի։ Դե էլի կկարևորվի, բայց այս սոցիալական հարցից ելնելով միշտ ավելի շատ ռեսուրս ունեցողը ինքը հաղթողը դուրս գա։ Չէ, դե հիմա բարձում է ինչքան պետք է արտաքին պարտք անու 14 միլիարդ բերել է ամեն չծնված երեխու վրա Նիկոլը դրել է, այդ պարտավորող էլ չկա, թոշակը չի բարձրացնում այս մարդը։ Ու այս բան ցինիկաբար ասում է, բանը գնաց դու դեբիլ ես 10,000-ի ծախսելն էլ չգիտես թոշակառուին։ Որտեղից է գտնելու։ Հա, մի հատ էլ Ամերիկան կգտնի կտա Իրան։ Հիմա 8 տարի խափել է, թոշակը չի բարձրացել, այս մարդկանց սովյա մատնե վերջին մի ամսում կկարողանա մոլորեսնել խափել։ Ես չեմ ասում, որ այդ սոցիալական եւ մյուս տնտեսական ծրագիրը կարեւոր չի։ Կարեւոր է, բայց շատ կարեւոր է։ Բայց հատկապես մեր ժողովրդի համար։ Ինքը պետք է ացենցիալ լինի։ Հիմա մի մտածեք, որ Վրաստանում նույն վիճակը չի։ Սա սովորական այսօրվա աշխարհին բնորոշ վիճակ է։ Այդպեսին է աշխարհը, բայց Վրաստանում իշխանությունները շեշտը դրեցին ընտրություններում, ասին պատերազմ կամ մենք զոհաբերվում ենք Ռուսաստանի դեմ պատերազմում, ասին ես չեմ հորինում, իշխանություններն էին ասում։ Մեխը դա էր, այսինքն ասում են, եթե մենք չընտրվենք, այն սոցիալական արդարություն, թոշակների բարձրացում, աշխատել, այդ ամենը չի լինելու, որովհետև մենք չենք լինելու։ Այսինքն իրենք գտան բանալին, ոնց մարդուն ստիպեն գա ընտրության եւ 60%-ը գնաց ընտրելու։ Դե մեր ժողովուրդը չի ուզում հավատալ դրան, ես չգիտեմ, կա ինչ որ ձև հասկացնելու, որ ոնց բացատրում ես, ինքը չի ուզում, ռեալ ինքը չի ուզում հավատալ դրան, որ ինքը չի լինելու, որ իրան այս ճանապարհն էլ տալիս է, որ մեջտեղում մեզ ոչնչացնեն, վերջանան։ Հա, բայց մեզ մոտ Վրաստանի իշխանությունների հռետորաբանության կեսն էլ չկա։ Չկա։ Ես նայում եմ Ենուրը ձեր զրույցը Երվանդ Բոզոյանի հետ։ Դե ինքը ասում է նաև Պուպուշ արևմուտքը։ Նոյեմբերի 9-ի հետ կապված է խոսում։ Երբ որ ասիկ, որ Հայկը ասում է ինձ եք ճանաչում եւ այլն։ Ինքը ասել է մի տարի առաջ, ես նայեցի մի տարի առաջ ասել է, բայց դուք չեք հիշում իր ասածը։ Ինչի, որտեվ օրակարգ որպես այդպեսին Հայաստանում նոյեմբերի 9-ի պաշտպանության չի եղել։ Օրակարգը ինչի, որ ես մի անգամ միտեղ ասեմ, հետո 10 տարի հիշեցնեմ, ասեմ, հիշում եք այն ինչ, այս ամսի ես ինչին ես ասել եմ մի անգամ։ Դա օրակարգ է, որ
100,000-ավոր ընտրողներ անդիմադիր տարբեր ուժերի միացար, ասեմ ժողովուրդ, այս նոյեմբերի 9-ը փրկողակն է մեր։ Սրանից պետք է կարճենք, ոչ թե ասենք, որ փնովենք, ասենք Ռուսաստանը ինչ է մեզ տվել։ Թող պատրենք, թող գնա, այլ սա է միակ ձևը։ Սա ուրիշ բան չկա, որտեղ կա Վաշինգտոնյան, Բրյուսելյան, Պրահայի եւ նոյեմբերի 9-ը։ Բայց պատական մարդ չէր ասում, նախագահի թիմն էր ասում, երրորդ նախագահի, հիմա այսինքն չէին գիտակցում, որ այդպես է։ Ուզում եմ ասեմ, այն որ դուք չեք հիշել իր ասած, ինքը ասել է, բայց որ չեք հիշել։ Նշանակում է լրատվական, տեղեկատվական դաշտում այնքան քիչ է եղել նոյեմբերի 9-ը պաշտպան։ Տեսեք, այստեղ դժվարացա հիշել, թե ովքեր են եղել։ Եթե դուք չեք հիշում, սովորական մարդը որտե՞ղ պետք է իմանա։ Իսկ այդ մարդը, որ թերթում է իր TikTok-ը կամ Facebook-ը, ինքը պետք է անընդհատ դա հանդիպի, դուք գիտեք, ինձ լավ գիտեք ինչ է նշանակում տեղեկատվական օրակարգ։ Դա չկա, հետևաբար, քանի որ դա չկա, դուք էլ չեք հիշում։ Այսինքն օրակարգը չի ձևավորվում։ Մարդը չի հասկանում այդ, ոնց ասեմ, կոնկրետ ուղղությունը, որին այդ ուղղությամբ ինքը պետք է մտածի, չի հասկանում, որն է, որտեղ ուղղորդող չկա։ 1000-1000 տեղից 1000 կարծիք է լսում, 1000 ինֆորմացիա։ Հետո դրա մեջ խառնվում է պարզը։ Տեսեք, հիմա առաջին պլան է եկել մեր ձևով, ոնց էր կոչվում իրենց, ուժեղ Հայաստան հրապարակի, բայց բացարձակ անվտանգային հարցեր ոնց որ թե տենց երկրորդային է դարձել։ Շատ կարևոր է սոցիալական հարցերը, ես քիչ առաջ էլ ասեցի։ Իրենք պիտի այդ բերեն օրակարգ, թե այսպես բաժանում է մի տեսակ, ոնց որ դա արդեն երկրորդ նախագահի թիմի իր կերպարն է այդպեսին ընկալվում, հա, որպես անվտանգության երաշխավոր եւ այլն ուժեղ մարդ, Ռոբերտ Քոչարյանը հաղթած, կարող է եւ այլն, բայց եթե ասում են մի քիչ զգուշ եղեք, որտեւ եթե ինքը խոսում է մեր անվտանգության մասին, միանգամից նիկոլական այդ այլանդակությունը առաջ է գալիս, ասում է պատերազմ, 4 պատերազմ, 5 պատերազմ բերած ուժը սկսում է խոսել պատերազմի մասին։ Չէ, հենց այն, որ մենք հիմա միջև մեր հանրությանը չենք հասցրել, որ բերանները չպիտի իրավունք չունեն բացելու այս ուժը, որ 5 պատերազմ է բերել, մենք միջև մեր հանրությանը դա չենք հասցրել։ Դե ամեն ուժ իրավունք ունի վարելու այնպիսի արշավ, որը ինքը գտնում է ճիշտ։ Ես չեմ ուզում գնահատեմ իրենց թեզերը, ծրագիրը լավն է կամ վատ։ Ինձ հետաքրքրում է ինչքան մարդ կբերի իրենց այդ ծրագիրը ընտրություններին։ Սովորաբար երբ որ մարդը կողմնորոշված չի եւ որոշում է գալ, ասում է, չէ, ես անպայման պետք է այս անգամ գնամ, սովորաբար ինքը գնում է տալիս է ընդդիմությանը, ինչ որ մեկին։ Իշխանությանը չի տալիս, որովհետեւ նշանակում է եթե տանն է նստած չի ուզում գնա, ուրեմն ոչ նրանց կողմնա, ոչ էլ նրանց։ Բայց եթե այնուամենայնիվ համոզվում է, ուրեմն ընդդիմության կողմից է գալու տա։ Ես չգիտեմ կբերեն թե չեն բերել իրենց ծրագրերը մարդկանց ընտրության։ Հա կարող է ինչ որ մի մասը, որ ենթադրենք տնտեսական ծրագիրն է իրենց հետաքրքրում, ասի հա լավ կգամ, բայց ինչքանը դա կհերիքի արդյոք, որ օրինակ 55 կամ 60-ի մոտ գա։ Եթե օրինակ գա 70-80%, որը քիչ հավանական է բնականաբար, ընտրությունների դա արդեն ապստամբություն է։ Դա նշանակում է մարդիկ մասսայաբար հասկացել են, որ սա կարևոր բան է եւ գալիս են ընտրության։ Բայց գոնե մի 55-ից 60%, մինիմում 55, պետք է գան, որ շանսերը դժվար լինի ավելի իշխանության համար հաղթելը։ Եթե քիչ կան, բարձր հեշտ է լինելու, որտեղ այն զանգվածը, որոնք ցկտում են այդ եվրոպական կյանքին, այլ ինչ ասեմ, հակառուսական տրամադրությունների տակ են, մտածում են հեսա ամերիկան գալու է միլիարդներ դրի տեխնոլոգիաների։ Իրանք գնալու են տան իշխանության, ովքեր Եվրոպա։ Այն հատվածը ձեզ նման, իմ նման, որ գիտակցում ենք ինչ է կատարվում, մենք էլ ենք գնալու ընտրության, իսկ ինչ անի այն մարդը, որ անցած ընտրությանն էլ չի եկել, որ այն ժամանակ էյֆորիա էր, մեկ այլ չեկավ։ Ու հիմա էլ չի գալու, այդ մարդուն պետք է բերել ընտրության։ Բայց այդ մարդը ոնց համոզվի, ինքը լսում է, ասում է լավ, ենթադրենք, չգիտեմ, այսինչ բիզնեսը ազատվելու է հարկերից։ Արդյոք դա ճիշտ մոտիվացիա է եւ իրեն կփոկի բազմոցից եւ կստիպի, որ գնա ընտրության։ Դա թող գնահատեն։ Ես այս տեսանկյունից իրենք պետք է գնահատեն։ Շատ լավ։ Ինչ է փոխվել այդ դիմադրության շարժումից հետո հիշում եք, Գենշտաբը հայտարարեց, որ պիտի հրաժարական պահանջեցի բունկերում գտնվող Նիկոլից, հիշում եք։ Եվ այդ ինֆորմացիա գնաց, որ Թուրքիան ասել էր մենք կհարձակվենք, եթե Նիկոլի մազին կպնենք։ Իսկեն իրենց հովանու ներքո էր։ Ինչ է փոխվել հիմա, եթե ընդունենք հաղթում է ընդդիմությունը, բայց Նիկոլը հենց այդ օրը ինչ որ բան է կեղծում եւ շարունակում է մնալ եւ եթե դիմադրության ինչ որ մի հատ ալիք է գալիս, Թուրքիան ասում է ռումբ եմ
հարվածելու եմ ամբողջ դիրքեր ու բաներներ Սյունիքով, չգիտեմ ինչով Նիկոլը հանձնել է թշնամուն, այնտեղից էլ ասում են մտնում եմ գյուղեր։ Մենք ունենք արտաքին պաշտպանություն, այդ դեպքում ինչ պիտի լինի։ Պիտի նախորդ պայմանավորել ինչ որ գերտերությունների հետ բան։ Չասեք մենք միայնակ կարողանալ ենք։ Ոչ մի բան չի կարող կանգնեցնել հիմա ամբողջությամբ Ադրբեջանը գտնվում է Իսրայելի Միացյալ Նահանգների հովանու տակ։ Համաձայն եք։ Իրանք այնտեղ Իրանի հարց ունեն, իրենց համար շատ կարևոր է Ադրբեջանն էլ է կարևոր, Թուրքիան էլ է կարևոր, ինչ են անելու։ Չէ, նախորդ դե ով պիտի պայմանավորվի։ Դե չգիտեմ, հիմա ինչ եմ ես սպասում։ Չէ, որ հետընտրական զարգացումներ ամենայն հավանականությամբ կլինեն, դա այո։ Վստահ եք, որ կլինեն, դուք տեսնում եք այնպիսի ինդիմադիր առաջնորդների, որ ընտրությունից հետո կմոբիլիզացնեն ինչ որ բաներ։ Դե հիմա եթե եթե շատ մասնակցեն եւ կեղծվի, այդ դեպքում կարծում եք եթե շատ են մասնակցում, նշանակում է այն մարդը, ով կողմնորոշված չէր, ոչ մեկի կողմից չէր, բայց ասած այս անգամ գնալու է մեկին։ Իր ձայնի հետևից է կգնա։ Ինքը գնալու է ձայնի հետևից։ Ինչ կարող է լինել, եթե Թուրքիան նորից հայտարարի, որ պայթեցնե։ Չնայած այսպես թե այնպես, եթե Նիկոլը մնաց, Հայաստան չի լինելու։ Ես կարծում եմ, որ այն ժամանակ, երբ որ Գենշտաբը այդ հայտարարությունը արեց, նախ իրենք զորք չմցրեցին, այսինքն իրենք հայտարարությունով էին։ Հայտարարությունով արեցին, այսինքն իրենք, ոնց ասեմ, քաղաքական աջակցություն ցույց տվեցին։ Տեղեկատվական աջակցություն, մոտիվացրեցին կոպիտ այդ ժողովրդին։ Իրենք օրենք չխախտեցին, որտեղ զորք չմցրեցին։ Այսինքն ռազմական հեղաշրջում չդիտվեց դա։ Իրենք արեցին այսպես հայտարարություն, որը ողջևորեց ժողովրդին։ Այդ դրանից կարելի էր օգտվել։ Դա նաև իմ կարծիքով վախեցրեց նաև ուժային, այսպես ասենք, այն կառույցներին, որոնք պատրաստ էին կամ այն մարդկանց, որոնք պատրաստ են։ Այսինքն այստեղ թույլ գտնվեց Վազգեն Մանուկյանը, ձախողեց եւ մյուսները ձախողեցին։ Չեմ ուզում տալ ով թույլ, ես չգիտեմ, ես չեմ գնահատել ով է թույլ, ով է ուժեղ։ Բաններ Գագիկ Ծառուկյաններ, Վանեցյաններ, երկրորդ նախագահ արդեն, հա, ով էր, իրան հայ-ղափական դաշնակցությունն էր եւ այլն, բոլորը կային։ Այո, այսինքն, չէ, դե օրակարգը չմոտիվացրեց ժողովրդին, որ մնային, շարունակեին, շատանային այդ նույն ընտրության բանն է, որ ասում եմ մարդը պետք է վախից երտնելով գա ընտրության։ Դե հիմա այնտեղ կանգնեցին, բեմի վրա ելույթներ ունեցան, մի հատ ինքնաթիռ եկավ օպերայի վրայով անցավ այդ Գենշտաբի հայտարարությունից հետո բոլորը ուրախացան եւ այդքանով վերջացավ։ Իդեպ ասեմ ես կներեք, որ Թուրքիան չէր հարձակվի, եթե ներքաղաքական գործընթացով Այսինքն հիմա եթե վախեցնի Թուրքիան, պետք է հասկանալ, որ չի հարձակվելու, բայց հիմա շատ ավելի կարևոր բան է, կտոր է, հա, բաժին հասնելու Թուրքիային։ Ի վերջո Արցախը ինքը հետո խոստովանեց, որ արդեն զայրացավ, ասեց ցաշով ես եմ, չէ, ազատագրե, ես եմ գրավե, Իսրայելն էլ այնտեղից պարզ է, չխոսեց, բայց պարզ է, որ Իսրայելի մեծ մասնակցությամբ եղել այդ ամեն ինչը, ոնց որ ասած Ադրբեջանը իրենը ստացել է, բայց մենք գիտենք, չէ, որ Թուրքիան ավելի մեծ նկարտումներ ունի, Հայաստանը պիտի վերցնի, հիմա ձեռքի մեջ է Այս բանը վերցնում է, Թրամփի այս բանով Թուրքիան այդ ամեն ինչը ստանալու է, իր վաղեմի երազանքը կատարվելու է, Հայաստան չպիտի լինի, ի՞նչն է կանգնեցնելու։ Ուրեմն իրականում 100% երաշխիք չկա, իհարկե չկա։ Ինչը պիտի կանգնեցնի, որ ինքը վերջնական արդեն ոչնչացնի Հայաստանը։ Ասում եմ, եթե Հայաստանում ընթանում է քաղաքական գործընթաց, այսինքն 100,000-ավոր մարդիկ իջել են փողոց, հասկանում են ինչի համար են իջել եւ վճռական են, հիմա Թուրքիան հարձակվում է, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ ինքը ռազմական ուժով միջամտում է ներքաղաքական process-ին։ Իսկ դա արդեն նշանակում է, որ նույն Ռուսաստանը կասի հետևյալը. ես չեմ խառնվում ներքաղաքական process-ին, չեմ ասում այ ժողովուրդ ճիշտ է կանում, ես ձեր կողքին եմ ցուցարարների ընդդիմությանը։ Բայց դուք ուզում եք ուժով այդ հարցը լուծեք։ Այնտեղ ռազմական հեղաշրջում չի գնում, այստեղ քաղաքացիների ազատ կամքի դրսևորում է գնում, բայց դուք ուզում եք ռազմական այդ դեպքում Ռուսաստանը արդեն կասի, եթե դուք այս վաբանկ եք գնում, ես էլ եմ գնում։ Թուրքիա, եթե դու գնում ես սենց ես անում, այս կարմիր գիծը հատում ես, դու իրավունք չունես խառնվելու։ Այսինքն մեծ հաշվով էլի կախված է մեր ժողովրդից եւ նայեք 100% երաշխիք չկա։ Կարող է փորձեն իմիտացիա անեն, զորք կուտակեն։ Երաշխիք լինի թե չլինի, մենք պետք է գնանք առաջ, որովհետեւ մենք հետևում գիտենք, որ Հայաստանի ոչնչացում է։ Հիմա ասենք այն ժամանակ բան թույլ կամ գիտակցում չունեցավ, այդ ընդդիմությունը չկարողացավ։ Ուզում եմ ասեմ Թուրքիան ասի, հիմա եթե ես զորք եմ մտնում Հայաստան, որ ցույցերը ճնշեմ, դա լուրջ ինքը քայլ է անում։ Այդ նշանակում է, որ մյուս խաղացողները եւս կարող են լուրջ քայլ անել։
Ռուսաստանը, Իրանը կասի չհասկացա, այսինքն ես դու մտցնում ես, բա մենք ստեղով ենք, մեղի գլուխ ենք։ Այսինքն մի անցի այլ բան, որ իրենք իշխանություններին կանաչ լույս են տալի, ասում են ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես ճնշի, դա այլ բան, դա կարող են անել։ Բայց որ Թուրքիան ասի 100, գիտեմ, կես միլիոն մարդ դուրս եկել փողոց, ես զորք եմ մտնում, որ ճնշեմ, դա գիտեք լուրջ կարմիր գիծ է, կարող է իմիտացիա անել, զորքեր կուտակել, փորձել ինչ-որ միտեղ թեթև կրակել, փորձել իմիտացիան, որ իբր հեսա հարցակում։ Դե ուրեմն այս մեծ ձախողումը պրավալը տարածվում է եւ ընդդիմության առաջնորդների վրա, որ դրանից հետո չկարողացան մոբիլիզացնել, հա, առաջնորդ էին ընտրել արդեն թե ինչ է, չգիտեմ։ Եվ նաեւ գենշտաբի, որ խիզախում չունեցան գնալու, որտեւ դրա գինը մենք տեսանք ինչ եղավ, վերջնական Արցախի կործանում, Հայաստանի Հանրապետության եւս 3 պատերազմ, Հայաստանի Հանրապետության տարածքներից զիջում։ Դե հիմա եթե սա արդեն վերջին բանն է, չէ՞, սա նշանակում է, որ եթե այդ գիտակցումը հիմա էլ զինվորականները չունենա, անգամ ընդդիմությունը չունենա, ժողովուրդը չունենա, Հայաստանի կործանումն է եւ վերջ։ Չէ, ինչ որտեղ գենշտաբը ճիշտ արեց, որ սահմանափակվեց դրանով, այդ դեպքում, որտեվ այդ դեպքում արդեն դա կարող է լեգիտիմ իրավունք տալ մյուսներին։ Այսինքն գենշտաբը ինչ հնարավոր էր իրեն արել էր, մնացած արդեն ժողովրդին ու ընդդիմության գործն էր։ Ինքը տվեց այդ հնարավորությունը։ Հա, դե հիմա բան չի փոխվել, Հասկանում եք, մենք հիմա կարող ենք sense տեղ նստած ասած, այս կարող էր անել, այս չէր կարող անել։ Նստած տեղում նստած ասելը հեշտ է։ Մնում է անես, բայց այդ փաստը մնում է փաստ, որ այդ քայլը ինքը արեց, դու ունեցավ այդ համարձակությունը արեց։ Դե մնացածը պետք էր վերցնել։ Դրանից էլ լավ նվեր, ես չգիտեմ էլ որտեղ պետք է լինի։ Հիմա եթե ես բեմա հարթակում կանգնում եմ միկրոֆոնը ձեռքը, ես եմ կառավարում այդ process-ը, եւ ես չեմ իմ կառավարման արդյունքում այդ process-ը մարում է, ուրեմն մեղավորը ես եմ։ Ով պետք է լինի։ Դա տարածվում է շարժումների բոլոր ընդդիմադիր շարժումների բոլոր ղեկավարների վրա։ Կամ մի վերցրու այդ պատասխանատվությունը, մի վերցրու, որ ուղղորդես։ Կամ եթե վերցնում ես, իմացի ինչի համար ես վերցնում, ինչ ես անելու, հաջորդ քայլը որն է լինելու։ Ինչ ես պատրաստ։ Ինչի ես պատրաստ ես ինքնազոհության թե ոչ, պատրաստ ես միջև վերջ գնալ թե ոչ։ Դե այդ վերջը չգիտենք որն է, բայց այո։ Վերջը բոլոր դեպքերում մի կտոր հայրենիք ունենալն է։ Չէ, դե ասում միջև վերջ գնալը։ Նպատակը, լավ, վերջն նպատակը։ Այո, այդ ամեն ինչը կա, իհարկե կա։ Մենք չմոռանանք, որ մեր դեմ կազմակերպված ուժ է։ Եթե մենք, այսինքն ով այդ process-ը կառավարում է ընդդիմադիր շարժման, ինքը չի հասկանում ովքեր են կանգնած եւ գոնե իր ներսում համարժեք կազմակերպվածություն չունի, իր չափով էլի, այնքանով ինչքան որ ինքը իր հերոսները շատ լավ, հետ քաշվի արդյոք արևմուտքը այս իր վտանգավոր սարսափելի ծրագրից խոսվեց դրա մասին, հիմա մի քիչ լռություն է, իշխանությունն է ոնց որ թե լռեց, որովհետև որոշակի դիմադրություն եղավ, այսինքն մերկացեց ամբողջությամբ, որ իսկապես մեծ ճագարների տեղ պիտի դնեն, փորձադաշտ է մոդուլային համակարգը դեռ չի կիրառել որից է միտեղ Միացյալ Նահանգները, բայց եկավ այս մեր բան աբուշի տեղ դրած էլի, այս մեր ժողովրդին որ հիմա մի հատ ինչ որ մոդուլային համակարգ բան կանենք կտեղադրենք այստեղ եւ parzեր որ վերջնանպատակը այն էր ինչ որ Թուրքիայի վաղեմի երազանքն է կատարվելու փակել ատոմակայանը։ Դե հիմա ասենք Իսկ ինչ է նշանակում ատոմակայանի փակվել, եթե շատ հեռու մի գնացեք հիշեք ինչ էր կատարվում այս այդ 90-ականներին, ինչի մեջ ենք մենք հայտնվելու։ Չնայած ես Դե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եթե այդ մոդուլային ատոմականները ԱՄՆ այդքան լավը լինեին ինքը վաղուց դրանցով կօգտվեր, բայց դրա փոխարեն ինքը ռուսականներից է օգտվում, ինչու։ Այդ ամաչում են կրկնեն։ Այդ օրինակ հմեկով են մեծագլուխը որ խոսում է, չի ասում, այդ ինչ եղավ որ իրանց բանը եղբայր հարազատ արունակից Թուրքիան բանան պատվիրում է Ռուսաստանին։ Որտեվ այդ մոդուլային ատոմականները որ բերում են, դա նշանակում է ատոմային էներգետիկան թաղում են վերջնականապես Հայաստանում։ Ատոմային էներգետիկա չի ունենալու Հայաստանը։ Դե ասեք ինչ է դա նշանակում հասկանամ։ Նոր ատոմակայանը հատկապես երբ որ դա Ռուսաստանն է կառուցում, ինքը միայն ատոմակայան չի կառուցում, ինքը ոլորտ է բարձրացնում։ Ատոմային էներգետիկայի ոլորտ։ Պատրաստում է մասնագետներ։ Դա ենթադրում է բուհերում ամբիոնների զարգացում, այսինքն ամբիոնները պետք է պատրաստեն մասնագետներ, որ վաղը մյուսօր ենթադրենք Ռուսաստանը գնաց, այդ ատոմակայանը հետը չի տանելու, քանդի բետոնները տանի։ Մեր մասնագետները կարողանան սպասարկել։ Մոդուլայինը ինքը հոսքագծի վրա արտադրված բան է, եթե նույնիսկ կա էլ ինքը։ Ոնց բերեցին, դրեցին, դրանց քանդելու են տանեն։ Այսինքն Ռուսաստանը ոլորտ է բարձրացնում, խաղաղ ատոմի ոլորտ է դուրս տանում։ Այդ ատոմակայանի աշխատանքի արդյունքները հետո կարող ես օգտագործել գիտության մեջ, բժշկության մեջ, տարբեր այլ ոլորտներում ինքը խթան է հանդիսանում այլ տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար։ Այսինքն մի ամբողջ ոլորտ է հետը բարձրացնում մի հատ ատոմակայանի։ Եվ ամենակարևորը էլեկտրաէներգիա եւ անվտանգություն։
դե բնականաբար այդ ամեն ինչը իր հետևից բերում է։ Երբ որ ԱՄՆ-ը գալիս ասում է, ես մոդուլային եմ տալիս, նշանակում է պարզը որ ինքը այդ ոլորտը արդեն ուզում է թաղի Հայաստանում, որտեղ այդ մոդուլայինով ոլորտ, խաղաղ ատոմի ոլորտ չի զարգանալու։ Էլ չեմ ասում, որ ոչ մի ամերիկյան մասնավոր ընկերություն Հայաստանին տեխնոլոգիա չի տալու, այդ գաղտնիքները իրանք չեն բացելու։ Փաշինյանին տարան Մոսկվա, Ռոսատոմի ղեկավարը անձամբ էր բացատրում, ինչ տեխնոլոգիաներ են Հայաստանին տալու։ Չի հասկանում ինքը 5 րոպեից անջատումը չի գալու։ Ռուսաստանը պատրաստ է կիսվել այդ տեխնոլոգիաներով։ ԱՄՆ-ն չհավատա, որ ԱՄՆ-ն այն էլ մասնավոր մի ընկերություն, որի համար այդ կոմերցիոն գաղտնիք է այդ իր տեխնոլոգիաները, կհամաձայնվի Հայաստանին փոխացնել իր տեխնոլոգիաները։ Մի հատ փակ օբյեկտ ալնելու, ոչ մեկին չեն թողելու այնտեղ մտնել, տեխնոլոգիաներին չես ծանոթանալու, չգիտես ինչով են այնտեղ զբաղվում։ Այսինքն այդ լավ օրինակը Թուրքիան է, ՆԱՏՕ-ի անդամ, ամենամոտ դաշնակից ԱՄՆ-ին, բայց ինքը իր մոտ օգտագործում է ռուսական լիարժեք ատոմակայաններ։ Չինաստանում կա ռուսական, Եգիպտոս, Իրանի հետ են ինչ-որ պատրաստվում նման ծրագրեր իրականացնել։ Այսինքն այդ պետությունները չեն հասկանում, որ կարելի է մոդուլային ատոմակայաններ կառուցել, մենակ Հայաստանի Դե ինձ այդ խելքը չի հասնում, դրա համար էլ ասում են։ Այսինքն չի ունենալու Հայաստանը միջուկային էներգետիկայի ոլորտ ընդհանրապես մոդուլային ատոմակայան, դա միայն լույս տալու համար չի։ Լամպ վառելու կամ չգիտեմ սառնարան միացնելու համար։ Բաղդասարյանն ասում է շատ կարևոր անվտանգային ինքը ոլորտ է, ինքը խթան է հանդիսանում մյուս բոլոր ոլորտների զարգացման համար։ Մենք չունենք այդ հնարավորությունները, տեխնոլոգիաները, այդ մասնագետները չունենք, որ այդ ամեն ինչը շատ լավ, հաջորդ թեման Վենսի ուշագրավերը, ինչպիսի մեծ սպասում ունեինք Վենսի այցից, ամեն դեպս իրենք անդադ հայտարարում էին, որ մենք քրիստոնյա արժեքների պահապան եւ այլն, հակառակը իր հենց այն օրերը, որ ինքը գտնվում էր այստեղ, բացարձակ չխոսեց գերիների մասին, Նիկոլը շրջանցեց այդ թեման, ավելին դրանից մի քանի օր առաջ չէ հայտարարեց ՑՄԱ դատապարտեցին, հետո մյուսներին 20 տարով էլի նույն ՑՄԱ-ի խիստ ռեժիմով այդպիսի դատա, այսինքն կոնկրետ այս մարդկանց մահվան դատապարտեցին եւ եկեղեցու թեման էլ էլի շրջանառվեց, եպիսկոպոսները շարունակում են փակված մնալ, շարունակում են, իդեպ որ ասում ենք Մկրտիչ Սրբազանին, Միքայել Սրբազանին թողել են տնային կալանքի, սա էլ է ամերիկյան մի հատ նոր մեթոդ է, էլի բան են մտածել, մի հատ էլեկտրական ջրսարք են շղթային դնում ոտքի վրա, մի հատ գերեվարման, մի հատ ուրիշ բան է, ու ասում են այստեղից դուրս չգաս։ Արտյոմը լավ էլ ճիշտ առաջարկել, ասում են մի 400,000 ուղարկեն, բոլոր ընտրողների ոտքին գցեն, ասեն դու այդ օրը դիլնես, ասենք 2 ամիս լինես տնային կալանքի մեջ։ Այդ էլ ողջ շարունակում են մնալ կալանավորված, ավելին իր այցից հետո հենց այդ օրը, որ այստեղ էր ինքը ասեց, որ պետք է գա կաթողիկոսը ազգային ժողով մեր հարցերին չգիտեմ ինչ պատասխանի, շատ լավ իմանալով Նիկոլը, որ չի գնալու եւ դրանից հետո հաստատ ինչ-որ մի հատ կեղտոտ ինչ-որ ծրագիր ունի եւ նաեւ որոշեց, որ թույլ չտալ վեհապարը դուրս գա երկրից եւ մնացածների վրա էլ տարածվեց դա 5 եպիսկոպոսների խնդրեմ։ Վենսի գալուց առաջ ես տեսա, որ որոշ այսպես դրական տրամադրություններ կան, որ ես էլ բոլորին առաջարկում եմ, որ անպայման բարձրաձայնեք, դիմեք, աղմկեք եւ այլն եւ այլն։ Դե ես այն անգամ էլ ասի, հա, որպես փորձանք չի սկզբունքով կարելի է անել, բայց դա չէր աշխատելու։ Նախ մենք մոռանում ենք Վենսի նախնիները ովքեր են։ Նախնիները Եվրոպայից գնացել են ժամանակին Ամերիկա մայրցամաք եւ բնակեցվել են այն տարածքները, որոնք ազատվել են բնիկ ժողովրդի ցեղասպանության հետևանքով։ Ես փաստեր չունեմ, որ Ես հերո գնացիք Հայկ։ Այսինքն որ տենց գնանք դուք պատկերացնում եք։ Ես փաստեր չունեմ, որ Վենսի նախնիները մասնակցել են դրան։ Կարող է եւ չէ։ Ասած ինչ է, որ այդ մտածելակերպը գաղութարարի մտածելակերպը ոնց կար, հենց էլ մնացել է։ Դա չի փոխվել։ Դե որ հույս դնել, ձեզ թվում է այն ժամանակ, որ այդ հնդկացիներին կոտորում էին LGBT համայնքի ներկայացուցիչներն էին կոտորում, քրիստոնյաներ են։ Քրիստոնեական լոզունգներով էին կոտորում։ Իդեպ բան ասում են ինչու չկա այդ իրաց ցեղասպանության թանգարանը տարբեր երկրներում, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում, գիտեք պատասխանը որն է, որտեղ դա դեռ չի ավարտվել, շարունակվում է։
Դե հիմա չգիտեմ, միգուցե այնտեղ անհանրապես մարդել չի մնացել։ Ուրեմն որ Ալիևը ասաց, որ Վենսը բարձրացրել է գերիների հարցը իր մոտ։ Ես կարծում եմ սուտ է ասում, չի ոչ էլ բարձրացրել է։ Որտեւ եթե բարձրացրած լիներ, օրինակ պատկերացնում եք ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել, որ իրենք բարձրացրել են այդ հարցը Ալիևի մոտ։ Եվ դրանից հետո գերիները դատապարտվում էին ՑՄԱ ազատազրկման։ Դա նշանակում է, որ Ամերիկայի վրա չէ գալու, ասում են, բա դու համար մեր գերտերություն, փոխնախագահ եկել այդ հարցը բարձրացնում ես, որ քեզ Ալիևը հերույ է ուղարկում։ Եթե երևի Հայաստանի քարոզչական դաշտի օգտագործելու նպատակով Ալիևը մի երկու բար սուտ հորինեց, իբր Վենսը բարձրացրել է, ես էլ ոնց ասել եմ չէ։ Ոչ էլ բարձրացրել է։ Նախ եթե ցանկություն ունենային բարձրացնելու օգոստոսի 8-ին ստորագրված հայտարարության մեջ կետ կդրեին, կասեն Միացյալ Նահանգները, կասեն մի վարքյան գերիներ կան, քրիստոնյա մարդիկ են, այս կետը մտցնում ենք։ Ուզում եք ասեք կամ ինչ որ մեկ ուզում է ասի, որ պետության նախագահ առևանգող այդ պետության տարածքից պետության նախագահ առևանգող պետությունը ԱՄՆ-ն չէր կարող այդ մի կետը գերիների մասին մտցնել այդ մի հայտարարության մեջ։ Տրամպը ասենց կնստացներ երկուսին էլ կասեր այդ կետը մի հատ մտցրեք, համաձայն եք, չէ՞, հա, իրանց տեղներ կպատասխաներ, համաձայնությունը կտար Փաշինյանի ու Ալիևի, եթե ցանկություն ունենար։ Հələ մի հատ գլուխ գովալու տեղ կունենային, ասեն, տեսակ, համ խաղաղություն կնքեցինք, համ էլ գերիներին վերադարձրեցինք, այդ կետը մտցրեցինք եւ վերադարձրեցինք։ Ուրեմն դա չի հետաքրքրում իրենց շահն է հետաքրքրում։ Քրիստոնյա են, քրիստոնյա չեն, այստեղ քրիստոնյա կլինի, չլինի։ Իդեպ Վենսի գնալուց հետո կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցեցին եւ արգելեցին ելքը։ Ուզում եմ կատակով մեջ ասում մի ամերիկյան պաշտոնյա էլ գա Հայաստան այցելի, երևի կորոշեն գրոհել մայրաթորը արդեն։ Այսինքն իր գալուց հետո մի դրական փոփոխություն չէ պետք է լիներ։ Իբր թե քրիստոնյա է եկել։ Բայց եղավ հակառակը, բացասական։ Դե օգուտը ո՞րն էր այդ դեպքում։ Մենք նաև մի հատ ուրիշ տեսարաններ ստացանք, եթե ունենք, այդ կարող ենք ցուցադրել, որ Թրամփը ասում է, տեսեք ինչ հաջողություն ենք արձանագրել, տեսեք ինչ ընկերներ են, Ալիևը եւ Նիկոլը եւ ձեռք են սեղմում, այս այլանդակությունը շարունակվում է, սա բառից բուն իմաստով այլանդակություն է, չունենք մենք այդտեղ որ առաջ է գալիս եւ ասում է մի հատ թողեր կենան ձեռք սեղմեն իրան, այդպես էլ չհրաժարվեց իր այն խոսքերից։ Ալիևը այդպես էլ չհրաժարվեց, որ ասում էր հարբեցող ծաղրածու է, եւ չի հրաժարվում իր պահանջներից, որ սահմանադրությունը փոխես, անկախության հռչակագրից անես, դուրս չի գալի Հայաստանի Հանրապետության տարածքներից, միջև հիմա սահմանազատում եւ սահմանագծում տեղի չի ունեցել, մի փոքր հատվածում այնտեղ էլ մենք տարածքներ ենք տվել, դե դուք պատկերացրեք, եթե առանց սա ամրագրելու խաղաղության պայմանագիրելնում, սիրելի հայրենակիցներ, որ տենց անտարբեր ձեր համար ապրում եք, ինչ է նշանակում, թե դեռ ինչքան տարածքներ է պատրաստում կամ գուցե ամբողջությամբ է պատրաստում վերցնել, ոչ թե գուցե հստակ ամբողջությամբ է պատրաստում վերցնել Ալիևը, հակառակ դեպքում կամրագրվեր եւ կորոշվեր եւ դրանից հետո կգնային խաղաղության պայմանագրի։ Այս այլանդակության մասին, հա, կխնդրեի խոսեիք։ Գերիների մասին չեմ ասում, որ բացարձակ էլ հենց այնտեղ կարող էր որ գնացել էր այդպես եղկելի ժպիտով ինչ որ բան էր ասում, կարող էր ընդհանրապես մեկ անգամ եւս հիշեցնել, շնորհ ես չգիտեմ, ընդհանրապես հիշեցրել է, խոսել է մեր գերիների մասին, այդ բերանը բացած, այտենց քեզանից գոհ ուր է իր գնում, հա? Խոշտանգված եւ ՑՄԱ դատապարտված գերիների ֆոնին կամ զահթված գրավված Արցախով եւ Հայաստանի տարածքները հանձնած եւ էլ չեմ ասում որ հիմա էլ բան երևի բերանը բացել է երջանկացել է իր արունակիցներին բան արել չէ երկու հատվածներ հեսա կապելու է իրար արանքում էլ գան մեզ ոչնչացնեն Դե այս հանդիպումով իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյանի իշխանությանը եւ իշխանության վարած քաղաքականությանը։ Երկու բան թուրքական երկրների կապվելուն, դե գիտեք, որ տարածքներ են Հայաստանից ստացել նվեր, ոչ մի բանի դիմաց տարածքներ է նվիրել Ամերիկային, որն էլ ծախելու է հեսա թուրքերի վրա։ Ու ձեզ էլ մոլորեսնի թե Թրամփը։ Մեզ համար է ցավոտ, որ մենք ասում ենք թուրքական եւ երկու
իրենց համար դա սովորական մի բան է։ Ես ուզում եմ ցավոտ լինի մեզ հետևորդները, մեր ժողովուրդը գիտակցի, ինչա մեզ սպասում 3 ամսից, եթե սա մնում է իշխանության։ Լավ, մի օր պիտի գիտակցեք դուք, վեր կենակ գնաք, չգիտեմ, պայքարի կամ ընտրության։ Մի օր պիտի դա հասկանաք, ձեր կենցաղից բանից դուրս գաք, հասկանաք ինչա սպառնում ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Հələ հայրենիքը ասենք թե ձեզ կարևոր չի ձեր համար։ Դե ցավոք սրտի մարդու բնույթը այնպեսին է, որ միջև ինքը իր մաշկի վրա իր վրա չի զգում կորուստի ցավը, լինի դա նյութական կամ այլ, ինքը Դե որ մարդը մի քիչ խելք ունեն, գոնե տեսնում է, չէ՞, մյուսների գլխին ինչ եկավ։ Դե չի լինում։ Մարդը ուրիշի վրա, ուրիշի սխալների վրա չի սովորում։ Դա չի սովորում։ Հիմա այդ Արցախում էլ հավատացին, բանի Նիկոլին էին ողջունում, հետո այն ինչ էր, Արայիկ Հարությունյանին գնացին ընտրեցին, բա ինչ էին մտածում։ Հա ես ամեն ինչով պաշտպանեմ, հասկանում եմ թե ինչ ոնց կործանեցին Արցախահայությանը, Արցախը ոնց կործանեցին, բայց այդտեղ նաև մի քիչ բանն էլ կա, չէ, արցախցիները որ Արայիկ էին ընտրում, ինչ էին մտածում, հա? Բա ասում էին, չէ, բացատրում էին, չէ, իրենց։ Որ Արայիկը այս կործանողի եղբայրն է։ Բացատրում էինք, չէ։ Չէին հավատում։ Հիմա նույնն ենք ասում, չգնաք ընտրությունների կամ անտարբերին է կամ գնաք եւ ազգակործանին ընտրեք, նույն ավելի խայտարակ բանը ձեր գլխին է լինելու։ Այսենց հետին թվով բանը Վենսը կգա կամ Թրամփը կասի ինչ եք ասում, չի տենց երկիր է եղել։ Ինքան տեսնում եմ այդ պատկերը, Թրամփն ասում չի տենց երկիր է։ Ես ասել եմ Ալբանիա, ես ասել եմ Հայաստան։ Ալբանիա եմ չէ ասել։ Իսկ ինքը ինչ ուզի կարող է ասել։ Ինքը որպես այդպեսի ծաղրացու կերպար են էլի հիմա հրապարակ բերել։ Չէ, այդպես են արել, ասում են ինչ ուզում, ինքը ասում է։ Իսկ եթե իրականում ուզում եք իմանալ թե աշխարհի գլխին ինչ են բերելու, Ռուբիոին լսեք, Վենսին լսեք, կհասկանաք։ Իմիջիալոց շատ հետաքրքիր մի հատ բան կար, այդ ասեցի Ռուբիո հիշեցի, որ ինքը ելույթ իր հիմնական ելույթում ոնց որ այսպես բաներ հուշում Եվրոպային, որ տեսեք ձեր բոլոր արժեքները դուք կորցնում եք, մենք չենք ուզում, որ Եվրոպան թուլանա, մեզ թույլ գործընկեր պետք չի, մենք կողնենք, որ իր բոլոր արժեքները պահի, որ դուք մեծ սխալ եք թույլ տվել միգրանտների հետ կապված եւ այդ ուղղությամբ ոչինչ չեք անում, բայց տեսեք Միացյալ Նահանգները արդեն արթնացել է այդ ուղղությամբ բան անում, այնպես որ մենք մտածում ենք ձեր մասին։ Ըստ էության նաեւ դա է ասում Ռուսաստանը կամ Պուտինը, որ մենք այսպիսի նաև բաներ էլ կա, չէ, որ այս պատերազմը Ուկրաինայի դեմ, ըստեյության նաև Եվրոպայի համար է, որ եվրոպական արժեքները մնան, պահպանվեն, որտեղ Եվրոպան կործանվում է։ Դուք հավատում եք այդ անկեղծությանը Միացյալ Նահանգների, որ իրենք շահագրգռված են, որ Եվրոպան հին տեսքով, իր արժեքներով, կոնսերվատիվ, պահպանողական, բարձր, խորը, մեծ կրթական մշակութային համակարգով մնա։ Դա անկեղծություն չի։ Ուղղակի քանի որ ԱՄՆ-ն նախապատրաստում է Եվրոպային պատերազմի Ռուսաստանի դեմ, ինքն էլ լինի որպես կողքից նայող դատավոր, եւ այս Եվրոպան այդ միգրանտներով, այս արժեքներով, այդպես կոչված, որ մարդիկ էլի զբաղված են իրենց նյութականի մասին են մտածում, հաճույքներ, չգիտեմ, հանգիստ եւ այլն։ Այսինքն ավելի հեռահար բան ունեն, հա, եկեք նոր կոնսոր ազգային արժեքներ։ Ինքը պետք է Եվրոպան մոտիվացված լինի այդ պատերազմին։ Հա։ Դա ինքը այսօրվա եվրոպացին Ֆրանսիայի 5 գեներալներ կռվող չի։ Եվրոպացին կռվող չի այսօրվա, բայց որպեսզի ինքը Ռուսաստանի դեմ կռվի, ինքը պետք է մոտիվացված լինի, որտեղ վերջի երբ որ բայց դա շատ վտանգավոր երկու կողմ ունի, բա հետո մի օր էլ ասելու են, «Էս բան նկարտումներով է Միացյալ Նահանգները մեզ մոտ մի օր էլ է դա գալու, եթե ազգային այդ բանը բարձրացավ, ինչ իրենք հաշվարկ չեն արել, մի օր էլ դա է լինելու»։ Դե իրենք դա այդ ազգայինը որ բարձրացնում են, դա այնպես չի էլի, որ տենց հիմնավոր պետական հիմքերի վրա դրվող քաղաքականություն են վարելու։ Հիմա ասենք Ուկրաինայում էլ են ազգայինը բարձրացնում են ազգայնականության անվան տակ։ Թվում է թե ազգայինն է բարձրանում, այդ ազգայնական ջոկատները, որ ստեղծել են այդ նացիստական, էլի թվում է թե ազգային է, բայց դա վերահսկվող ազգային էր։ Ինչ վերահսկող, այդ նույն բաներ, չէ, կոմունիստական, սոցիալիստական բաներ ուներ, չէ, իր մեջ ամենասկզբում Հիտլերը։ Հետո տեսակ Անգլիան կարողացավ շատ բոլորովին փոխել եւ ազգայնական ինչ որ ծայրահեղության մեջ գցեցին, հետո պատուհաս դարձավ իրանց գլխին։ Հիմա նույն վտանգը չկա, որ եթե այդպես ազգային բան է Եվրոպայի մեջ
փորձեն արտնացնել, մի օր կարող է շրջվել իրենց դեմ։ Չէ, որտեղ իրանք վերահսկելու են process-ը։ Իրենք գիտեն։ Դե Ուկրաինայում եղավ, որ Ուկրաինան դարձավ ազգային պետություն, որը ասի, ես իմ եղբոր Ռուսաստանի դեմ չեմ պատերազմելու, ԱՄՆ, ես ինչ ես դու անում, չէ։ Այսինքն իրենք այնպեսի կառավարելություն են ստեղծում այդ ազգայնականության, այդ իրականում այնպես չի որ ամուր պետական հիմքեր են դնելու ազգային պետության։ Այնքան որ դե բայց մյուս կողմից Ուկրաինան նոր բան անկախ պետություններ, այնտեղ մենք խոսում ենք Գերմանիայի, Ֆրանսիայի մասին, դες ուրիշ բան չի էլի, վաղուց նաև ամուր ինչ որ բան հիմքեր կան։ Համեմատելու չի էլի, ասենք։ Դե ժամանակ է պետք, ամեն ինչի համար ժամանակ է պետք, դրա համար իրենց ռազմավարությունը իրենց բաները ցանկությունները իրենց շահերն են սպասարկում իրենց շահը որպեսզի թիրախը Ռուսաստանի չլինի ԱՄՆ-ն լինի Եվրոպան իրենք նախապատրաստում են բախում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև ինչ է սպասում Եվրոպա Ռուսաստան դե Եվրոպայում էլ կա միջուկային հրթիռներ տակտիկական Ռուսաստանում էլ կա միջուկային հրթիռներ ԱՄՆ-ի համար շատ լավ կլինի շահեկան կլինի եթե Եվրոպան ու Ռուսաստանը միմյանց դեմ միջուկային հրթիռներ օգտագործեն, երկուսն էլ թուլանում են, այդտեղ հայտնվում են Միացյալ Նահանգները, ասում են երկուսը թուլացած եք, եկեք ենթարկվեք ինձ, իմ իշխանությունը ընդունեք, ես ձեր հարցերը կլուծեմ։ Նույն Միացյալ Նահանգները բավականին երկար աշխատանք է տարել, որ այն անձինք, որ հիմա Եվրոպայում եկել են իշխանության, գան իշխանության, չէ, եւ մնան իշխանության։ Այն ինչ որ իրենք առաջարկում են այս մարդիկ շատ արագ կարող են թռչել իշխանությունից, ճիշտ է։ Այդ վտանգներ կա, չէ։ Հետո եթե այսպես այդ ազգային բանը ձևավորվեց, ես չեմ կարծում որ մեծ այդ ընտանիքի մեջ Եվրոմիության ընտանիքի մեջ իրենք շարունակեն մնալ, որտեղ այնտեղ ազգային շահեր եւ այլն։ Հիմա շատ ավելի կառավարելի է։ Մի հատ ինչ են կնոջանն ինչ է, բերել են կալաս, բան մի 3 հոգի գտել են, էլ ոչ մեկ էլ պետք է ինչ որ բան քննարկել։ Վեր են կենում ճակատային, բան այդ գիծը տանում են, շատ ավելի հեշտ է իրենց համար։ Այո, հնարավոր է որ փոխվեն Եվրոպայում, որովհետև լիբերալ ղեկավարները դժվար կարողանան եվրոպացիներին մոտիվացնել պատերազմով գնալ Ռուսաստանի դեմ։ Բայց այդ ազգային բաները մի օր շատ արագ կարող են անգամ եթե 4-5 երկիր էլ դուրս գա Եվրոմիությունից, արդեն նոր խնդիրներ են, չէ՞, առաջ բերելու իրենց նոր հարցերով եւ այլ։ Իսկ հիմա շատ ավելի կառավարելի չի։ Կալասի ու անի այդ պայմանավորը այդ գտել են այդ կանանց պայմանավորը։ ԱՄՆ-ն Եվրոպայից չի վախենում, ընդհանրապես խնդիր չի Եվրոպան իր համար, միակ պետությունը, որ վախենում է Ռուսաստանն է մի պատճառով, որտեղ Ռուսաստանը միակ պետությունն է, ով ունի այնքան զինատեսակ, որ ունակ է ոչնչացնել Միացյալ Նահանգները։ Այլ բանից ինքը չի վախենում։ Ոչ մի այլ պետություն ԱՄՆ-ի համար վախենալու չի։ Ոչ մեկ։ Ռուսաստանը եթե չունենար միջուկային զենք, այն չափով եւ այն մասշտաբների, որ հիմա ունի, վաղուց Իրանի պես իրեն ռմբակոծում էին։ Բայց դա բացարձակ չի կանգնեցնում Միացյալ Նահանգներին, երեք էլ որոշեցին սանկցիաները երկարաձգել եւս 1 տարով։ Ոչինչ, երբ որ Ռուսաստանում իշխանության կգան եւ պաշտոնյաներ կզբաղեցնեն միջին եւ վերին օղակներում հատուկ ռազմական օպերացիան անցած եւ հիմա նախապատրաստվող կառավարչական պաշտոններին էլիտան, այդ ժամանակ նոր կխոսանք, տեսնենք Միացյալ Նահանգները ոնց են խոսելու։ Երբ որ մի Սուզանավ կամ մի քանի Սուզանավ կհայտնվեն Պոսեյդոնով Նյու Յորքի ափերի մոտ, այդ ժամանակ այդ խոսեն։ Հիմա դրա Ցավոք դրա համար կա դեռ ժամանակ, հա, Ռուսաստանում էլ դա լինելու է Տրամպի օրոք։ Իմ կարծիքով Տրամպի օրոք։ Չէ, Ռուսաստանի ընտրությունների մասին եմ խոսում, բայց մեր ընտրությունները շատ ավելի շուտ են ու մենք կարող ենք բառից բուն իմաստով ուշանալ։ Եվ այդ ուշանալը մեզ արժանա, ասենք, վերջնական հայ ժողովրդի ոչնչացում։ Դե այո, բայց դա նույն չի որ Ինչպես Արցախի պատրաստի լուծումները ունենք մենք հիմա ձեր։ Այս խալները գնա, ուրեմն Արցախին կորցնել, մեր ժողովուրդը չգիտակցեց։ Հիմա այդ է շուտ է, մեզ մոտ ընտրությունները շատ ավելի շուտ են, քան այն ընտրությունները, որ Ռուսաստանում կայանան, հետո հասունանա այդ պահը, որ Լարվաչյան ընկետին հասնի, որ ասի պատրաստ եմ հարվածելու եւ ինչ որ իմաստով հետ քաշվի Միացյալ Նահանգները, այնպես որ այս ամիջը ես խոսում եմ նրա համար, որ հասկանանք մենք նորից ու նորից կանք նրան, թե մենք ինչի մեջ ենք եւ մեզ ինչ է սպասում եւ ինչու է այդքան կարեւոր, որ ընդդիմությունը այսօր ճիշտ աշխատի եւ ընտրությանը կարողանա մարդկանց հանել եւ մարդիկ վերջապես գիտակցեն, որ այս ընտրությունով պայմանավորված է, իրան ոչնչացնելու են, եթե Նիկոլը մնաց, ինքը չի լինելու, ոչ էլ հայ ժողովուրդն է լինելու այստեղ։ Իրան եւ Միացյալ Նահանգներ էլի շատ լուրջ չի կարծեմ հետեւել թե ինչ է ասում Թրամփը
այսօր արդեն ասեցին 30 քանի կործանիչներ, նավերը դե այսպես մոտեցել են, կլինի այդ հարվածը թե չի լինի, ժամը մեկ ինչ որ մի բան է ասում Թրամփը։ Ամեն ինչ կախված է Իրանից։ Պատրաստ է ինքը արդյոք իր ինքնիշխանությունը, իր միջուկային ծրագիր ունենալու իրավունքը պաշտպանել, թե կա ինչ-որ սահման, որից հետո ինքը հանձնվելու է։ Ինչքանով ինքը պատրաստ եղավ, այնքանով Ռուսաստանը օգնության ձեռքը կմեկնի։ Բայց եթե նա հանկարծ որոշեց, որ ճամփի կեսից հետ քայլ է անելու, Ռուսաստանը չի ասելու, գիտես ինչ, ԱՄՆ չէ, Իրանը պարտադիր պետք է միջուկային ծրագիր ունենա։ Ինչը իդեպ նույնն էլ Հայաստանին է վերաբերում։ Եթե Հայաստանը չի ուզում ունենալ ատոմակայան, նորմալ, դա Հայաստանի որոշումն է։ Ռուսաստանը չի կարող ստիպի, ասի, գիտեք ինչ, եկեք, չէ, ես պարտադիր ստիպում եմ ձեզ, որ դուք ատոմակայան, լավ ատոմակայան ունենաք։ Թե չեք ուզում, մի ունեցեք։ Այսինքն կախված է վճռականությունից։ Այդ պետության վճռականությունից, ինչքանով է ինքը վճռական դիմակայելու։ Այդ առումով ամենավճռական պետությունը այսօր Հյուսիսային Կորեան է, որի վեճը չի, ինչպես կներեք արտահայտությանս համար, ժողովրդական լեզվով, ինքը ինքնիշխան պետություն է, ասում է ճիշտ է Ռուսաստանն է, իր զորքը ուղարկում է Ռուսաստանին օգնության, միջուկային զենքներ ունի, Ռուսաստանն էլ իր այդ պայմանագիրը ստորագրել ռազմական օգնության, եթե ագրեսիայի ենթարկվում, վերջ, ինքը այդ վճռականությունը թույլ է տվել Ռուսաստանի իր օգնության ձեռքը մեկնել, ինքն էլ այդ օգնության ձեռքը սեղմել է։ Ինչ է սպասում Սին Ցզինպինի եւ Թրամփի հանդիպում, բայց նաեւ տեսակ թե որ անպայման միջև այդ Պուտինն էլ կամ կխոսի կամ ինչ-որ բան կքննարկի նոր։ Թրամփը ցկտում է իր դեմ ապստամբած ճամբարը քանդել։ Թուլացնել Ռուսաստանի դիրքերը, այսինքն ԱՄՆ գերիշխանությունը պահպանելու համար ինքը պետք է այդ ճամբարը քանդի։ Ստիպի, որ պոտենցիալ այդ ճամբարի պոտենցիալ մասնակիցները, բարձր է, որովհետև առաջնային Ռուսաստանն է առաջնագծում է ինքը եւ շոկեքաշն է ինքը։ Բայց որ կողքից կպնողները այդ շոկեքաշին չլինեն, պոկվեն այդ շոկեքաշից, ինքը դա է անում։ Թրամփը դա է այդ հարցն էլ ուզում։ Բայց ես կարծում եմ, որ այդ գնացքը արդեն գնացել է։ Այդ Թրամփի համար հիմա իմ կարծիքով ինքը սխալ է թույլ տալիս, ինքը պետք է միգուցե ինքը չի կարող այնպես միանշանակ քայլեր անել, որտեվ իր հետևում կա էլիտա, որը իրեն թելադրում է նա ինչ պետք է անի, այսինքն ԱՄՆ քաղաքական համակարգում պատահական մարդիկ չեն գալի նախագահ դառնում։ Ոչ էլ այլ պաշտոններ։ Հետևաբար մեզ սպասում է լուրջ էսկալացիա, լուրջ։ Պետք է ԱՄՆ կոպիտ ասած են, որ գիտես մի հատ լավ զենք ունես ձեռդ հաղթական։ Դիմացինը գիտես լավ ուժեղ է քեզնից, բայց դու գիտես, որ այդ զենքը կիրառեցիր կամ վախացրեցիր, դիմացինը կապիտուլյացիա է ենթարկվելու։ Դու գնում ես կռիվ ես ման գալի, որ այդ կռիվը լինի, այդ զենքը կարողանաս օգտագործես։ Այո, Ռուսաստանը կռիվ է ման գալի ԱՄՆ-ի հետ։ Բայց այդ զենքը չի օգտագործել, այդ զենքով վախացնելու է։ Ու ԱՄՆ-ն հետ քայլ է անելու։ Շնորհակալություն։